Հանդումներ անելու փոխարեն կարող ենք հարցադրումներով առաջնորդվել, իսկ արդյոք մենք վստահ ենք, որ նրանց հիմնական նպատակը խոչընդոտների և խնդիրների հանգուցալուծումն է, որովհետև եթե նրանց նպատակը ամենևին էլ խնդիրների հանգուցալուծումը չէ, այն ինչ որ տեղի է ունենում, շատ օրինաչափ է, որտեղ եթե դու պրոցեսներ ես իրագործում և այդ պրոցեսների ամբողջ հաշվարկը չես կարողացել խորազնին հասկանալ և ներկայացնել հանրությանը, նշանակում է քո գլխավոր մոտիվացիան ոչ թե խնդիրը հանգուցալուծելն է, այլ համակարգերի ապակառուցողական մոտեցումներով կազմաքանդում իրականացնելն է, փոխադարձ ատելություն սերմանելով և երկպառակտություններ մտցնելով։ Սա վերաբերվում է թե եկեղեցուն, թե իշխանություններին այսօրվա Հայաստանի Հանրապետության, որովհետև և թե իշխանությունների, թե եկեղեցու վարքականոնում, ընդ որում հոգևոր վերնախավին ասա վերաբերում, ես կոչ էի հնչեցրել հենց ձեր եթերում բարձրաստիճան հոգևորականներին, արդյոք նրանք 1700-ամյա եկեղեցու լուսավորչական գահի պահապանները հանդիսացողների կարգավիճակով են հանդես գալիս իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դրած, եթե նրանք հանդես են գալիս այդպիսիք, ապա անմիջապես հոգևոր ժողով պետք է իրականանար և վեհափառ հայրապետին փոխարինման գործընթաց պետք է ծավալվեր եկեղեցու ներսում իբրև պատասխան հայկական պետականության վերին իշխանական օղակները պահպանող, իր ձեռքում պահպանող առայժմ ուժի կողմից հարձակումները կասեցնելու համար։ Բայց մենք չենք տեսնում, չէ՞, հոգևոր ժողովը։ Չենք տեսնում։ Ըստ էության, ես ձեզ ասեմ, Սուրբ արարողակարգի հեղինակությունը տապալվել է Հայաստանում, որը ձեռնադրման և կարգալույծ անելու մասին է խոսքը գնում, սա Սուրբ արարողության ինչ-որ մի հատված է, որը հեղինակություն է ըստ էության։ Դա տապալվել է արդեն երկրորդ շաբաթն է մենք տեսնում ենք։ Այսինքն եկեղեցու այդ գործառույթը նախկին եկեղեցական կամ անձնավորության կողմից մերժվելով պաշտպանություն է ստանում գործադիր իշխանության կողմից։ Նշանակում է տապալել են, չէ՞, այդ կարգը։ Ստեղ օրինաչափ հարց է առաջանում, պատճառաբանություն են անում, ասում են, որ վեհափառ հայրապետը ինքը կարգալույծ է, հետևաբար նրա կարգալույծ անելը ըստ էության օրինաչափ չէ դոգմատիկ առումով։ Ես հարց եմ տալիս, եկեք տրամաբանենք, մենք բոլորս հայ ժողովրդի զավակներս, իբրև հայոց առաքելական եկեղեցու հետևորդներ, այս հարցը ինքներս մեզ տանք։ Պատճառաբանության հիմքում ընկած է այն, որ Գարեգին II ամուսնացյալ է, կուսակրոնության ուխտը դրժել է։ Լավ, ենթադրենք այդպես է և ենթադրենք դոգմատիկ առումով նա երդմնազանց է և ուխտազանց է։ Նրա զավակը քանի տարեկան է։ Ըստ տարբեր տեղեկությունների բավականին մեծ է, այսինքն նոր չի, չէ՞, երդմնազանց եղել, ուխտազանց եղել, առնվազն միջև վեհափառ դառնալն է այդ ուխտը խախտել։ Առնվազն միջև 99 թվականի հոկտեմբերի 27-ի վեհափառի օծման միջոցառումից առաջ է ըստ էության խախտել, կամ գուցե և եթե դրանից հետո էլ ոչ շատ հետո է խախտել, չէ, ենթադրենք։ Ստացվեց, որ այս 30 տարվա մոտավորապես հեռանկարում բոլոր գործողությունները եպիսկոպոսների ձեռնադրում, օծումներ, պսակադրություններ, համապետական պատարագներ, ընդհանուր պատարագներ կարգալույծի կողմից է իրականացվել, այդ թվում նաև այն օծյալ քահանաները, որոնք որ կարգալույծի կողմից օծվել են, այդ դեպքում դու քահանա էլ չես, որտեղ դու կարգալույծի կողմից ես քահանայադրվել։ Սա այնքան երերուն հիպոթեզ է, ինձ համար շատ ավելի ծանրակշիռ կլիներ, որ պետական իշխանությունները իբրև աշխարհիկ իշխանություններ ասեին, որ վեհափառ հայրապետը լրտեսական գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության դեմ, սպասարկելով օտար երկրապետության ռազմաքաղաքական ղեկավարների շահերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, փաստերը ներկայացրեին, ես կասեի Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե դա իմանալով հանդերձ չձերբակալի, ուրեմն պետական դավաճանություն է կատարում Հայաստանի Հանրապետության դեմ։
Սա շատ ավելի ծանրակշիռ փաստ է ինձ համար որպես պետականամետ գործչի, քան կուսակրոնության հանգամանքը։ Կուսակրոնության հանգամանքը եկեղեցական կարևորության եւ հոգեվոր արժե համակարգի նշանակություն ունի զուտ ուխտի պահպանման առումով, ոչ թե բուն փաստի առումով, եւ երեխա ունենալը աստվածատուր շնորհ է։ Պարոն Սիմոնյան, լավ, իշխանությունները վատն են կամ իշխանությունները ունեն բազմաթիվ բացթողումներ, հիմա դնենք մի կողմ իշխանություններին, հոգևոր դասը։ Ինչու չեն գնում իրենց ներսում խնդիրների լուծման ճանապարհով, ինչու չեն գնում բարեփոխումների ճանապարհով, որովհետև այդ բարեփոխումների անհրաժեշտությունը մեկ հոգի չի տեսնում, շատ-շատերն են տեսնում։ Այստեղ այլ երկրորդ հարցն է գալիս։ Մենք քննարկեցինք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կազմակերպող գործընթացները, որ քիչ հետո գուցե եւ կանդրադառնանք, թե եթե մենք լինեինք ինչպես Այո, իհարկե, անպայման դրանք կանդրադառնանք։ Եկեղեցականների մասով անդրադառնանք։ 1700 տարի է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեծ առաքելություն ունի իր վրա դրված հայ ժողովրդի կենսակերպի արդարության ճիշտ ու սխալի ընկալման, ազգային ինստիտուտի ընտանիքի պահպանության եւ հայկական ժառանգության, ավանդների, պատումների փոխանցման առումով ապագա սերունդներին, որտեղ պետականազուրկ իրավիճակում առավել եւս եկեղեցին որպես ցանցային կառույց ահռելի մեծ կարեւորություն է ունեցել եւ ունի հայ ժողովրդի կենտրոնաձիգ ուժեր արտնացնելու գործընթացում։ Բնական է, չէ՞, որ տարածաշրջանային կայսրությունները այդ հանգամանքը շատ լավ հաշվարկում են։ Իրանի թագավորությունն է դա շատ լավ հասկացել եւ մայրաթոռը օգտագործվում էր այս առումով իրանական շահերը հետապնդելու համար։ Եթե կարևոր մի օղակ կա, շահագրգռվածել կլինեն, չէ, իրենց կոլաբորացիոնիստներին եւ ռեագենտներին ներս թափանցեցնեն, որպեսզի նրանք ներսից ինֆորմացիայի խճանկարում իրենց կայսերական մոտեցումներին ճիշտ քաղաքականություն անեն։ Դա գիտեին նաեւ թուրքերը։ Շատ լավ գիտենք, չէ, որ թուրքերը ինչ ներգրավվածություն ունեն եկեղեցական գործընթացներում Պոլսի պատրիարքարանի առումով։ Պոլսի պատրիարք դուք կարող եք փոխեք առանց ներկայիս Էրդողանի թույլտվության։ Դա շատ լավ գիտեն նաև ռուսները, որ ռուսական կայսրությունից ի վեր միջև հիմա ներթափանցված են ու ներգրավվածություն ունեն հայկական առաքելական եկեղեցում, որտեղ ամենահարմար ցանցային եւ ամենահին ինստիտուցիոնալ կառույցն է։ Մենք անգամ գիտենք այլ պետությունների հատուկ ծառայությունների շնորհիվ բացահայտված ավերիչ եւ ապակառուցողական գործընթացները Մոսկվայի պատրիարքարանի կողմից հայ եկեղեցու, որ հավաքագրում են էթնիկ հայերին հանցավոր պատերազմի դեմ, հանցավոր պատերազմ ուղղորդելու ընդդեմ Ուկրաինայի ժողովրդի, սպանելու ուկրաինացիների։ Հիմա եթե մենք գիտենք, որ եկեղեցին բորբոքական process-ի մեջ է։ Դա շատ փաստ է։ Տեսնում ենք անընդհատ։ Ես նորից եմ կոչ հնչեցնում։ Բալավ 5 հոգի եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս կգտնվի մայրաթոռում։ Արքեպիսկոպոսներ, դուք աստծո ծառաներ եք եւ հայ ժողովրդի որդիներ, զավակներ։ Դուք անձապաշտությամբ պետք է չառաջնորդվեք, այնպես ինչպես որ Հայաստանի Հանրապետության ցանկացած պետական այր եւ ծառայող այր կամ ուստր կամ դուստր իրավունք չունի անձապաշտության սկզբունքներով հավատարմության խոստում եւ երդում տա մեկ անձի Նիկոլ Փաշինյանի, մարդիկ պետք է երդվեն, ծառայողները պետք է երդվեն զինանշանին, դրոշին, Հայաստանի Հանրապետությանը, սահմանադրությունը պաշտպանելուն։ Հիմա դուք լուսավորչի գահն եք պաշտպանում, թե անուն ազգանուն։ Փոփոխություններ ծավալեք ներսից։ Հակազդման միակ տարբերակը դա է լինելու, երբ որ դու զրկում ես թշնամուն, որը փորձում է խարխլել 1700-ամյա պետականության եկեղեցու հիմքերը, դրանով իսկ նաև պետականությանը հարված հասնելու, որտեղ մենք շատ լավ գիտենք, կրոնական ենթակառուցվածքները միշտ պետական բաղադրիչներով օժտված են եղել եւ մեր պետական ինստիտուտների առողջացման համատեքստում բազմաթիվ կարեւորություն կարող են ունենալ։ Կանխարգելիչ կասեցնող հանգամանք կլինի նոր վեհափառ հայրապետի ընտրելու հանգամանքը։ Կանխարգելիչ կասեցնող հանգամանք կլինի նոր վեհափառ հայրապետի ընտրելու հանգամանքը։ Կարող եք ապահովել
մեկ արքիեպիսկոպոսով մեզ, որը ուխտը պահել է եւ իր ամբասիր կյանքով շարունակում է ծառայել Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այդպիսի առաքինի կենսագրություն ունեցող կարող է արքիեպիսկոպոս էլ չլինի։ Ես ինչ գիտեմ, ինչ որ մի վանքում վանական կյանքով ապրող, գուցե Սուրբ կասկի, չգիտենք էլ տեղը։ Այսինքն հարաբերությունների առողջացման բանալին դա է, պարոն Սիմոնյան, փոփոխությունը Չի լինելու հոգևոր առողջություն։ առաջնորդի։ Այո, Ինչու չի լինելու եւ երկրորդը։ եկեղեցու առողջացման, բայց Ես նկատի ունեմ պետության ներկայացուցիչների եւ հոգևորականների հարաբերությունների առողջացման բանալին կլինի կաթողիկոսի փոփոխությունը թե ոչ, եւ երկրորդը պատկերացնենք, որ դուք եք արդեն իշխանություն եւ մեր եկեղեցին չի սպասարկում Հայաստանի շահերը, ինչպես աշխատել այդպիսի եկեղեցու հոգևորականների ավելի ճիշտ հոգևորականների հետ։ Առաջինը, ես գտնում եմ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանդիսանում են պրոքսի արդեն իսկ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կհիմնավորեմ հիմա, ինչու եմ այդպես կարծում, սա իմ ենթադրությունն է։ Այս պարագայով էլ եկեղեցում, եթե պատրիարքի փոփոխություն ա լինում, ներկայիս պետական այրերի հետ որևէ կերպ եկեղեցին չի կարող փոխադարձ հաշտության գալ։ Բայց եկեղեցին պատրիարքի փոփոխությամբ կկասեցնի հարձակումը եկեղեցու վրա։ Կարծում եք միակ խոցելի տեղը այդ ուխտը խախտելու Վեհափառն է, Գարեգին երկրորդը, նա խոցելի է, ժողովուրդը իրեն չի սատարում, որտեվ գիտենք բոլորս էլ ամեն ինչ։ Եթե կարող էինք սովորական իրավիճակներում համբերել միջև բնությունը եւ Աստված կորոշեր հերթական վեհափառի ընտրվելու ժամանակահատվածը, ապա այս իրողություններում, երբ որ տեսնում ենք հարձակում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ, մենք պետք է հասկանանք, որ ներկայիս վեհափառի անձը հայ ժողովրդի վստահության չափաբաժին չունի, մարդիկ գիտեն, եղբայր գիտենք, դու չես համապատասխանում։ Դու անգամ 18 թվականին, երբ որ նոր Հայաստան, նոր վեհափառ էին ասում, այդտեղ հարցը առաջանում Նիկոլ Փաշինյանին ով զանգեց, ասեց բիզուկին ձեռք մի տուր։ Եվ նա լռեց այդ իրավիճակներում 18 թվականին պետք է ծավալվեր այս գործընթացները։ Ով ասեց ծերունուն ձեռք մի տվեք, եւ նա լռեց։ Հիմա եթե ենթադրենք 18 թվականին դու գիտեիր, որ այսպիսի բաներ էր լինելու, երիտասարդական թեմի եւ Հայաստանյաց եկեղեցու երիտասարդական գրասենյակի կողմից ժողովների ընթացքում երիտասարդների խոսք տվեցիր Մայր Աթոռի մատենադարանի դահլիճում։ Ասացիր, որ այսուհետ ամեն ինչ այլ է լինելու։ Այլ չեղավ։ Չեղավ այլ։ 7 տարի է անցել։ Հիմա ես նորից եմ երիցս կոչ անում հոգևոր դասի վերնախավին։ Կամք գտեք։ Հավաքվեք ինչ որ մի տաճարի երեկոյան ինչ որ մի տաճարում եւ որոշեք հոգևոր դասի ժողով անցկացնելու վեհափառ հայրապետին ծանուցեք, ասեք, որ քո հեռանալու ժամանակը եկել է։ Քեզ ապաստան կտանք որևէ վանական համալիրում քո կյանքի մնացյալ տարիները կապրես անվտանգության մեջ։ Եթե մենք լինեինք, ինչ կանեինք։ Այո, եւ ենթադրություն ունեք ով էր այդ զանգողը։ Ես կասկած ունեմ, որ դա հյուսիսից է եղել Վլադիմիր Պուտինը անձամբ, իմ կասկածով։ Հիմա դուք իշխանություն եք, ինչպես եք աշխատելու Վլադիմիր Պուտինի հետ։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անկյունակարը ազգային շահերն են։ Այսինքն պրագմատիկ արտաքին քաղաքականությունը պետք է հենվի ազգային շահերի վրա եւ այն բոլոր հարաբերություններն ու կամ պարտավորությունները, որոնք անուղղակի կամ ուղղակիորեն հարված պետք է հասցնեն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, այդ քաղաքականությունը պետք է չսպասարկվի արտաքին քաղաքականությունը։ Միանշանակ եկեղեցու եւ հայկական ազգային ինստիտուտների ամբողջ գործելակերպը եւ գործունեությունը պետք է բխի Հայաստանի Հանրապետության շահերով։ Եվ եթե եկեղեցու առողջացման գործընթաց է ծավալվում, ինչ կանեինք մենք։ Նախ գործադիր իշխանության առաջին դեմքի մակարդակով չի կարելի հարձակում գործել որևէ մի ուղղությամբ։ Գրագետ ճանապարհը հետևյալն է։ Իշխող խմբակցությունը ազգային ժողովի
Ժամանակավոր հանձնաժողով է ձևավորում հայաստանյան առաքելական եկեղեցու լուստրացիայի։ Այս ժամանակավոր հանձնաժողովում ներգրավում են Սփյուռքի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքացիներ, անձիկ, այդ թվում նաև հոգևորականներ։ Եվ պետությունը հատուկ ծառայությունների ձեռքի տակ եղած փաստական իրեղեն ապացույցներով ցույց է տալիս, թե անուն ազգանունով, որ քահանան, որ դպիրը, որ եպիսկոպոսը, որ արքեպիսկոպոսը, որ պատրիարքը ինչ կապեր եւ ինչ ավերիչ գործունեություն է ծավալում ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հարցը բարձրացնելով պետությունը հորդորում է, որ եկեղեցում հոգևոր ժողով տեղի ունենա փաստերի ճնշման ներքո, այլապես հարցը կտեղափոխվի իրավական դաշտ եւ պետությունը ստիպված կլինի մեկուսացնելու այդ անձանց ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործունեություն ծավալելու մեղադրանքով, որպեսզի մենք խայտառակ չլինենք ամբողջ աշխարհով։ Այո։ Եվ խայտառակ չլինենք ամբողջ մեր ժողովրդի մեջ։ Եկեք այս հարցը լուր անենք, եւ դա կստացվեր, ես ձեզ հավաստիացնում եմ, ես կանեի այնպես, որ դա կստացվեր անձայն, դա կստացվեր հաստատ։ Իսկ ինչ վերաբերվում է հայ ժողովրդի մեջ այսպիսի նենք, ճղճիմ, տեղեկատվության անընդհատ շպրտումը, ինֆորմացիոն դաշտ, դա հանրության լումպենացման քաղաքականություն է իրականացվում, երբ որ դու ժողովրդին ստորացնում ես, լուր տարածելով, որ ինչ-որ մի հայր 3-ամյա երեխային խեղտամահ է արել, ինչ կարիք կա ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեր կտենց քրեական նորություններ եք պատտում, որ ժողովուրդը հասկանա տենց անբարո այլասերված իրավիճակներ տեղ ունի իր մեջ։ Դուք լումպենացնում եք, որտեղ լումպենացված հասարակացած ժողովուրդը ոչ ինքնագիտակցություն ունի, ոչ պատկանելություն ունի, ոչ ինքնության համար մղվող պայքարում կարող է հանդես գալ, նա քոչվոր է։ Կարծում եք նման թեմաների մասին չպետք է բարձրաձայնել։ Ոչ, չի կարելի։ Ինձ միշտ այդ հարցը հետաքրքրել է, արդյոք այդպիսի լուրերի մասին հրապարակումները նպաստում են իրավիճակի մեղմանը, վիճակագրության մեղմանը, թե հակառակը նպաստում են ավելի Էլիզա ջան, քաղաքական տեխնոլոգիաների մեջ դեպքերի ավելացմանը։ Քաղ տեխնոլոգիաների մեջ կա օվերտոնի պատուհան հասկացությունը։ Երբ որ մի այլասերված իրավիճակ դու անընդհատ շրջանառում ես, դու տեղ ես բացում մարդկանց գիտակցության մեջ, այսինքն սարքում ես նորմալ, որ հայրը կարա 3 տարեկան երեխային խեղտամահ անի։ Ինչի է կեղծ, ասենք մեր ժողովուրդը ինչի մի հատ լավ բան ես ասում, մի հատ գեղեցիկ համեմատական ես ներկայացնում, մի գեղեցիկ պատում ես ներկայացնում, էպիկական մտածելակերպ բոլորը հուզվում են, որովհետև անընդհատ ուզում են ստորացնել, որովհետև ստորին դու կարող ես համոզել, որ ինքը քոչի, որովհետև ստորը հայրենիք չունի, բայց մենք ստոր չենք, հանցագործներ ամենուրեք կան, մենք փոքր ժողովուրդ ենք, մեկս մեկից ճանաչում ենք։ Եթե ինչ-որ մեկը մարդուն չճանաչելով հանդերձ պիտակավորում է, կամ հայհոյանք է հնչեցնում, ինձ համար այդ անհատը գազանանոցի կապիկից ոչինչով չի տարբերվում։ Ես կարամ անգամ իր կենսաբանական տեսակը ասեմ, homo erectus տեսակի պատկանող պրիմատ է նա, անգամ եթե վերբալ հատկանիշներով է օժտված։ Եթե այդ մարդը ինչ-որ մեկին չի ճանաչում, պիտակավորում է կամ հայհոյանք է հնչեցնում, ինքը կաթնասուն է ընդամենը։ Մարդը միայն կաթնասուն չի, մարդը նաև հոգևոր արարած է։